մեծ քանակի ոչ թույլատրելի ժամին եւ մի շարք այլ ընտրակեղծիքներ, նշեմ նաեւ, որ եղել են ընտրատեղամասեր, որտեղ որ արձանագրված է, որ թափանցիկ ծրարով է եղել ընտրությունը, ինչը բոլորը գիտեն, որ անընդունելի փաստ է ընտրության ընթացքում։ Տիկին Ղուկասյան, ձեր պահանջը ո՞ր է։ Մեր պահանջը ընտրությունները անվավեր ճանաչելը, որպեսզի մենք կարողանանք եւս մեկ անգամ մեր ժողովրդին հնարավորություն տանք իրենց ընտրությունը կատարելու։ Այդ հարցը այսօրվա նիստում եք։ Նաեւ այսօրվա նիստում մի քանի հարց է քննվելու, նաեւ մեր լիազոր ներկայացուցիչները մեր դիրքորոշումը հայտնելու են նիստի շրջանակներում։ Տիկին Ղուկասյան, այսինքն դուք վստահում եք Նիկոլ Փաշինյանին եւ կարծում եք, որ հերթական անգամ ընտրության գնալիս կեղծումներ չեն լինելու, ժողովրդավար ձևով թափանցիկ ձևով։ Ոչ, մենք չենք վստահում Նիկոլ Փաշինյանին, պարզապես մենք ավելի ուշադիր ենք լինելու եւ ավելի հետեւողական, հաշվի առնելով այդ բոլոր ապօրինությունները, որոնք տեղի ունեցել հունիսի 7-ին։ Մանդատները վերցնելու քննարկում ձեր թիմում գնում է։ Իհարկե մենք այդ հարցը քննարկել ենք, դիրքորոշումը կհայտնենք, կարծում եմ մի քանի օրից։ Ձեր թիմակիցը ասում էր, ձեր թիմակիցներից մեկը ասում է, որ սադրում են ձեզ, որպեսզի դուք դուրս գաք փողոց եւ փողոցային պայքար ունեք, ով է սադրում։ Գիտեք, մեզ համար մեր հայ ազգը, մեր հայրենակիցները բացարձակ արժեք են եւ մենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա շատ անկանոն եւ զոհերով լի կլինի, այդ իսկ պատճառով մենք այդ քայլի չենք գնում, մնում ենք մեկի շրջանակներում։ Ձեր 177 անձի մեղադրանք է առաջադրվել, հակակոռուպցիոն կոմիտեն տարբերաբար ձայնագրություններ է հրապարակել, այդքան անձի մեղադրանք է առաջադրվել, Ինձ նույնպես մեղադրանք է առաջադրվել, իմ գործընկերներին նույնպես, այդ ամենը որևէ հիմք չունի, գրեթե ամեն շաբաթ դատարանում իմ գործի շուրջ լսումներ են տեղի ունենում եւ որևէ մի փաստ չի կարող բերել դատարանը, որպեսզի արձանագրի, որ ես մեղավոր եմ։ Նույնը մեր իմ բոլոր գործընկերների շուրջ է կատարվում, բոլոր ձայնալսումները, որոնք որ հրապարակվում են եւ ցույց են տրվում ժողովրդին, այդ ամենը իրականության հետ որևէ աղերս չունի։ Ղուկասյան, բայց չի ենթադրվում, որ այս իշխանությունը մնալու կարգավիճակում դատարանների վրա այսպես ապնատություններ ունեն մեղադրական դատավարժներ կգնեն ձեր եկել Հարցը նորից ասում չեք ենթադրում, որ այս իշխանությունը, որ ակնհայտ ճնշումները գործադրում դատավորների դատական համակարգչական, որպես մեղադրական, որ դատավորները լինեն ոչ միայն ձեր թիմակիցների, որոնց մեղադրանք առաջադրված, այլ Մենք գիտակցում ենք, որ դատարանները ցավոք սրտի այս պահին գտնվում են իշխանության ճնշումների տակ։ Մենք կոչ ենք անում բոլոր դատավորներին հավատարիմ մնան իրենց երդմանը եւ օբյեկտիվ որոշում կայացնեն։ Ձեր դաշինքի առաջին համարը եկել է այսօր, կա է։ Մի քիչ առաջ միասին էինք, կարծում եմ հիմա կմոտենա, միասին դուրս եկանք գրասենյակին, այո, իհարկե։ Տիկին Ղուկասյան, մանդատներ վերցնել չվերցնելու մասով ընդդիմադիր մյուս ուժերի հետ արդյոք քննարկումներ լինում են եւ վերցնելու եւ չվերցնելու մասով միասնական է լինելու որոշումը։ Ես կարող եմ մեր ուժի մասով ասել, որ քննարկումը եղել է եւ դա կհրապարակվի, կարծում եմ 1-2 օրվա ընթացքում։ շնորհակալ եմ։